բոլոր օրինական ընթացակարգերը անցել ես, տենդերը շահել ես, պայմանագիր կնքել ես, երաշխիքներն էլ վճարել ես։ Այո։ Ահա։ Իսկ կանչես 48-ի տեխսկողը, բա հրաժարվի այդ գործից, հետի դու չես կարող անես, մի խոսքով տարբեր պատրվակներ ասես չես հասցնի, չես կարող, մի խոսքով ասի չեմ հրաժարվում։ Հետո որ իրանք հասկացան, որ չեմ հրաժարվում, իսկ կանչեցին քաղաքապետարան Շինվարի կարգում Էմիլը Իվանյան։ Հա, կանչեց ասեց 49-ը դու արա, 48-ը հետ գործ չունես։ Հրաժարվի։ Հա, ասի ինչի համար, ասես մի արա ու վերջ, չես կարա դու անես հետի։ Հա, ինքը համար չէր, էդի կարած տենդերեր, ասենց ասած, հասկանալի է արդեն։ Հա, մի խոսքով ոնց որ ասած ես է պրինցիպ ընկա, ասի պետք է երկուսները անեմ։ Եթե չէի անում, չհայտարարեի կամ եթե չէի անում, չասեի երաշխիքները քիզ որ պայմանագիր կնքենք։ Երաշխիքները ինչքան է կազմում։ 25-ից ավել 2 միլիոն։ 25 միլիոն դրամ։ Ահա։ Մի խոսքով։ Հետո որ հասկացան էլ ճար չկա, հավանաբար արդեն խոչընդոտներ, խնդիրներ էին ստեղծում քո համար։ Ինձ կանչեց Խորենը Գրիգորյան, ասեց եթե ուզում ես 49-ներ անես, պետք է 48-ը չանես։ Հրաժարվես։ Պետք է հրաժարվես։ Ես էլ նոր էի ճանաչում իրան ճիշտ ասած, նոր էինք այդ ժամանակ։ Ասի պարոն Գրիգորյան, ասի ես վճարել եմ, եթե բաց մրցույթ է, եթե ազատ անկախ Հայաստան է, եթե ոչ մի կալկուլ, ի՞նչն է պատճառը։ Ասեց չեմ ուզում դու անես, որովհետև դու հազիվ 49-ն անես, դե ինքը չէր կարա դες պրյամո ասեր սես կամենես։ Մի խոսքով, հետո Էմիլը եկավ մանկապարտեզ Նարեկի հետ, Լիլիան Արմի։ Լիլիան Արմն էլ ես ուսումնասիրել եմ 48 մանկապարտեզի տենդերի նույնպես մասնակցել է եւ նախորդ երկրորդ տեղի մասնակիցն է։ Այսինքն հանրության համար է պարզ լինի Նարեկը Լիլիան Արմովա, ավելի հստակեցնեմ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության, քաղաք Երևանի ավական ու անդամի ցուցակումը Լիլիան Արմ ընկերությունը այդ հայտնի Գայարձանի են փշրվող տոմետների շինարարն է, այսպես ասած հեղինակն է եւ Երևանյան լճի բարեկարգման շինարարն է եւ այլ եւ այս պատմության ինձ ասած հեղինակն է, ապա իրանք եկան ճիշտ ասած այդտեղ եմ ծանոթացել Նարեկի հետ, Էմիլը բա երբ ես ուզում սկսես 49-ը, ասի երբ որ թույլ տակ, այսինքն շինթույլտություն չունեին։ Իրանք էլ ապօրին 2 ամիս կայացրին գործը, որովհետեւ 2 ամսի մեջ ինձ համոզեն, որ 48-ից հրաժարվեմ։ Նարեկը ինձ ասեց ես եմ անելու էլի, եթե դու հրաժարվես, հա, բայց ասեց ոչ թե դա իմ կամքն է կամ ես կամեն, ես քեզ ինչ լավություն եմ, որ ոչ մտեղ իմ անունը չտաս, որ ես եմ անելու, որովհետև 48 Այնպես չի, դες յալվարեմ այս գործը անելու, պրոստի ինձ ասում են դու արա։ Այսինքն ամեն դեպքում, եթե ես հրաժարվեի, իրան էր հետում ավտոմատ այդ գործը։ Մի խոսքով, հետո Գրիգորյանը հազարատ օին բերեց իմ գլխին, այնպես ստացվա, որ այդ որ հովանավորում էր այդ մանկապարտեզը։ Այսինքն մի հատ էլի բարձրության համար 48 մանկապարտեզի տեղ հսկող ասում է տենդերից հրաժարվի, մինչև աշխատանքները սկսել է։ Էմիլ Իվանյանը ասում է տենդերից հրաժարվի, Խորոնը ասում է տենդերից հրաժարվի, շինարարն էլ երկրորդ մասնակիցը ասում է ոչ միտեղ իմ անունը չտաս, հա? Ասես ոչ միտեղ իմ անունը չտաս, ես եմ անելու, այտենց են ուզում։ Այտենց են ուզում ասեց։ Ես էլ կոպես ասեց շինարար եմ, իրանք այտենց են ուզում, որ ես անեմ, ասեց։ Որպեսզի ես ասեց ես քո վատամարդ չեմ, ինչ մաղարիչ անեմ, իրանք տենում եք մաղարիչով այտենց տենդերից մարդկանց ուզում են հրաժարեցնել տան, որ շահեն, այսպես ասած, ավալների հավելագրումով եւ այլն, հենց իրանց մարդիկ տենդերի գլխին ելնեն, որ ինչ ուզենան անեն։